Աստված շնորհավոր անի։ Ֆերմի պրոյեկտը։ Ոսկորնես փշրված է, սանտիմ առանձին է իրարից, գնացել էին նշանվելու։ Նշանվեցիր։ Հա։ Աղջիկը հայ է։ Անպայման։ Հաջորդ օրը առավոտյան ճաշանից հետո պայթուն է լսել։ Պատերազմի ժամանակ չպետք է լիներ, որ ով ոնց կարա անի, ոնց ճիշտ է գտնում, անի, պետք է լիներ ղեկավարում։ Կոնկրետ սականատես եմ եղել դավաճանության, հենց այդ ժամանակահատվածում 300 հոգի ընկել են շրջափակման մեջ, 30 հոգին են կարողացել դուրս գան։ Հաստատ մեղավորներ կան ու այդ մեղավորները այն աթոռին նստած մարդիկ են իմ համար։ Հերոսը խելքը մեջ, ելանված ուխնի մեջ, զովել չկա տղեք, կրվի ժամին։ Արարատի մարզի Բերքանուշ գյուղից ողջունում եմ բոլոր այն անձանց, ովքեր այս պահին գտնվում են Արգոն բլոգի YouTube-յան ալիքում եւ դիտում են սիրելի դարձած մեր հերոստեղերք հաղորդաշարը։ Ընկերներ, մենք Բերքանուշում ենք, որպեսզի բացահայտենք մեր հաղորդաշարի հերթական հերոսին։ Գարսյան Աշավիրի բնակարան են գնում, ով այստեղ բնակվում է միայնակ, ծնողները Ռուսաստանում են բնակվում, ստացել է պատերազմի հետևանքով ծանր վիրավորումներ եւ կայացել ենք տղային կհասկանանք ինչ վիրավորումների մասին է խոսքը եւ պարզապես ինչով կարող ենք օգտակար լինել։ Իսկ դուք լայք եք տեսանյութը, որպեսզի մեր հերոս զինվորների մասին ավելի շատ մարդիկ իմանան։ Ինչպես նաեւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, եթե դա դեռ չեք արել։ Խորին շնորհակալությունս հայտնում եմ բոլոր այն բարեսիրտ մարդկանց, ովքեր անտարբեր չեն զինվորների նկատմամբ եւ անհատական աջակցություն են ցուցաբերում տղաներին։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում հաղորդման գլխավոր հովանավոր Դիանա Սիմոնյանին, ով մեր կողքին կանգնած է հաղորդաշարի առաջին օրվանից եւ պարզապես աջակցում ինչով որ հնարավոր է։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, կարծում եմ հետաքրքիր զրույց ենք ունենալու Աշավիրի հետ։ Մենակ ես մնում Աշավի։ Բայց քո խնամակալության հարց։ Աշավի ջան, ողջույն։ Բարև ձեզ։ Նախ շնորհակալ եմ, որ համաձայնեցիր մեր հաղորդաշարի հերթական հերոսը լինել։ Աշավիրի հետ ծանոթացել ենք փողոցում պատահաբար, տեսա որ դժվարությամբ փակայելում եւ առաջարկեցի նկարանվել, սիրով համաձայնվեց։ Ուզում եմ հասկանամ, եթե դժվարություն չունես Աշավի ջան, պատերազմի մասին հիշել, որովհետև շատ զինվորներ հոգեբանական ճնշման տակ են եւ դժվարանում են այդ թեմաներով խոսել, հա։ Եթե քեզ համար ամեն դեպքում խոսելու ենթակա թեմա է, կցանկանայի իմանալ որտեղ ես կռվել, քանի օր ես կռվել, ինչ վիրավորում ես ստացել, ինչ փուլում ես եւ այլն։ Քարվաճառում եմ կռվել, այնտեղ եմ ծառայել։ Քան ասած ծառայել։ 9 ամսվա ծառայող էի, որ սկսա պատերազմը։ Եղել եմ ֆերշեր սկզբից։
Հաճույք սկզբից մինչև վերջեր եմ եղել։ Բժշկական կրթություն է։ Չունեմ, ուղղակի պարապել եմ բժշկականի համար ժամանակին, ընկերներս բոլորը, հա, ընկերներս բոլորը բժիշկներ են կոպիտ ասած։ Այդպես տեսել եմ, սովորել եմ, ինչով կարացել եմ օգտակար եմ եղել այդ պատերազմի ժամանակ։ Վիրավորումը չեմ հիշում ոնց է տեղի ունեցել։ Ասել ես գիտակցություն է։ Հա։ Ու դաժե վիրավորվել։ Չգիտեմ, այդ էլ չգիտեմ։ Պուլևոյ րանենա, բայց սկվազնայա չեն կարող ասել ինչա, բայց մեծ է էլի։ Այսինքն փամփշտային վիրավորում։ Հա։ Կրակել է։ Ահա։ Ես դաժե Վարդենիսում եմ, այդ ինձ ինչ ասում պատմել են, էլի։ Վարդենիսում եմ վիրահատվել, եկել եմ Երևան Միքայելյան ինստիտուտ։ Այն ժամանակ նոր որ հոպարից տեսել եմ, այդ վաղտ եմ սկսել հիշել ինչ որ մի բան։ Դրանից առաջ չեմ դաժե զգացել ոնց եմ եկել, գնացել, ոնց են տարեբերի։ Արշավիր, որքան զարմանալի է, դու քեզ ինքդ խնամում ես այս ընթացքում։ Ընտանիքդ Ռուսաստանում ոնց հասկացա դու ես այդպես ուզում, որովհետև դու սիրում ես մենակ վիճակներ ապրել, հա։ Սիրում եմ մենակությունը։ Կարողանում ես ինքդ քեզ խնամել այս ընթացքում եւ այլն ապրես ուժեղ ես։ Ես տեսա որ նույնիսկ հանգիստ քայլում ես քաղաքում։ Ընկերների հետ, բայց հանգիստ կարողանում ես քայլել, այսինքն չես կենտրոնում վիրավորման վրա։ Вообще ուշադրություն չեմ դարձնում։ Այդ շատ լավ է, որովհետև ինչքան ուշադրություն դարձնես, այնքան ինքը բարդացնելու է։ Իրեն զգացնելա տալու։ Այսինքն ինչ վիրավորում ես ստացել, համփամփուշտային ոտքը կոտրվածք։ Ոսկորնես փշրվել է 2 սանտիմ առանձին է իրարից։ Հիմա ինչքան ժամանակ է դեռ մնալու այդ երկաթները։ Точно չգիտեմ, երևի թե այտենց մի 10 օր, մի ամիս, որտեղ պետք է մեջը շիշ հավաքեն, էլի։ Այլ վիրավորում չես ստացել։ Չէ։ Վերջերս Ռուսաստանում էիր, գնացել էիր 5 օր առաջ եմ եկել, գնացել էի նշանվելու։ Նշանվեցիր։ Հա։ Աղջիկը հայ է։ Անպայման։ Դա շատ կարևոր է։ Ինձ ինչն է դուր գալիս Արշավերի վրա, ու շատ պրինցիպիալ հայ է, տեսակով, հա։ Ես կադրից ընկան շփվեցի, դրա մասին հասկացա։ Վաղուց էիք շփվում։ Ու կլինի արդեն 3 տարուց ավել։ 3 տարուց ավել։ Շատ լավ է, ես իհարկե երջանկություն եմ մաղթում ու ուզում եմ որ ընթացքում քո ուրախ բայերով կիսվես մեզ հետ։ Ես էլ հետևորդներին ներկայացնում, դա կլինի հարսանիք, երեխաների ծնունդ եւ այլն, ընդհանրապես կապ չունի։ Արշավե ջան, ուզում հասկանամ տղաների մարտունակությունը այդ օրերին ոնց էր։ Կոնկրետ ժամկետային այսպես ծառայողներինը շատ լավ, շատ բարձր, որ իսկական հայ նման եկել ենք, պետքա կռվենք, ոչ թե փախնենք ամեն մեկս միտեղ։ Ամենաառաջնայինը եղել է, որ չտանք ոչ մի հող ու ինչքանով կարանք մեր ընկերների, մեր աղբերների կողքը լինենք։ Քանի օր կռվեցիր, այսինքն սեպտեմբերի 27-ին սկսվել է, ես հոկտեմբերի 24-ին եմ վիրավորվել։ Ահա, գրեթե 1 ամիս։ Հա։ Ստանդարտ տարբերակով ընդհանուր ծառայություն, առավոտ առավոտյան։ Ես եղել եմ հոսպիտալում, տեսողության հետ կապված խնդիրներ ունեմ, որի պատճառով դաժե պետք է բանակ չգնայի։ Գնացել էի հոսպիտալ ստուգման, եկել էի Երևան, մուրացան, հետո գնացի Վարդենիսի հոսպիտալ, որ հաջորդ օրը պետք է գնայի արդեն Զորամաս, հաջորդ օրը առավոտյան ճաշանից հետո այթունն էլ լսվեց։ Աժոտաժ սկսվեց զորքի մոտ, թե ամեն դեպքում ամեն մեկ անցավին մարտական գործողությունների։ Աժոտաժ անհնար է չլինի։ Վախ եւ այլն։ Կոնկրետ ես մեկ ուրիշ բնավորության տեր մարդ եմ, ես չեմ վախենում ոչ մի բանից։ Քեզնից եւի հետարքեր է ամեն ինչ, հա։ Ինձ հետարքեր էր, ես լսել էի պատերազմների մասին ու ուզում էի ամեն ձև անել, որ կարողանայի ինչ-որ բանով օգտակար լինեի իմ հասկացածի, իմ ուժերի չափով։ Ինչով կարող էի խոհարարություն եմ անել այնտեղ, ճաշել եմ սարքել բժիշկների համար, ամեն ինչ արել եմ, ինչ կարողացել եմ արել եմ։ Արշավ ինձ պատկերացնում էր պատերազմի դաժանությունը, որ այդքան կարող լինի։ Չէի պատկերացնում, բայց
այդ ժամանակ դու փորձում ես քո բարի սիրտը դնես մի կողմ, ավելի սառնասրտություն ես ցուցաբերում, որ կոպիտ ասած չգժվես։ Որովհետև անհնար է, էլի բաներ ես տենում, որ ամբողջ կյանքում մարդիկ կարող է ապրեն ու չտենան։ Այն 18 տարեկան։ Այն 18-19 տարեկան է։ Այ որտեղից եք ուժ վերցնում առաջ գնալու համար ու ոնց եք հասնում այդ ամենը մարսել ու տեղում չկանգնել, հա, որովհետև տեսնելով մոտիկ ընկերներից, զինծառայողների դաժան մահը, հա, դու պետքա կարողանաս նրանց շունչ քաշես ու անցնես առաջ։ Ինձ քանի որ ասացի արդեն որ բուժեղբայր եմ եղել, ինձ մեր բժիշկներն էին օգնում, կոնկրետ իրանք ասում են ամեն ինչ լավ է լինելու, կարևորը դուխներդ մի գցեք ու այդ ժամանակ են որ բժիշկն է այդ ամեն ինչ ասում, դու այդ վաղ չես նայում ինքը որպես բժիշկ է, դու իր այդ շփվում ես որպես քեզ ախպեր ու պատերազմի ժամանակ ու պատերազմից հետո էլ կոնկրետ ես սկսել եմ ապրել ամեն վայրկյանով, որովհետև չգիտեմ մի վայրկյան, մի րոպե հետո ինչ կլինի իմ հետ։ Ու հիմա ներկայիս պահին էլ ես ապրում եմ ամեն վայրկյանով, այս պահին ինչ ճիշտ եմ գտնում անում եմ։ Պահելով այսինքն։ Ապրելով այսինքն։ Ապրելով։ Դա կարող գաղափարախոսություն է, որովհետև իրականում վաղվա օրը ոչ մի հստակություն երաշխիք չի ներկայացնում իր մեջ։ Ընտանիքի հետ այդ օրերին ինչ հաճախականությամբ էր կարողam կապ հաստատել։ Ընտանիքի հետ ամեն օր պարտադիր, եթե դաժե ժամանակ էր լինում, օրը 2-3 անգամ։ Ինչի համար է հարմար լինում իրանց հետ խոսալը, որովհետև իրանք մեզնից 2 ժամ հետ են, թեկուզ գիշերները ես հնարավորություն եմ ունենում 2 րոպեով զանգի ասի լավ եմ, ամեն ինչ նորմալ է իմ մոտ։ Այսինքն եկել ես Ռուսաստանից, որպեսզի ծառայությունդ հայրենիքին մատուցես ու էլի ուզում ես գնալ Ռուսաստան, այնտեղ ապրել։ Ահա։ Այնտեղ դու գալիս, այնտեղ ես մեծացել։ Այնտեղ չեմ մեծացել, բայց իմ ապագան այնտեղ եմ տեսնում, այնտեղ այն ընտանիքը, եղբայր, արդեն նշանած, բարեկամությունը այնտեղ շատ է։ Իսկ բանակից առաջ այնտեղ ինչով ես զբաղվում Արշավիր։ Խոհարար եմ, մասնակցությամբ։ Համախ պատրաստում ես։ Մի օր առիթ կունենանք ինձ թվում է։ Անպայման։ Արշավիր, ուզում եմ հետագա պլաններից հետ մի փոքր խոսենք։ Հետագա պլաններս ամենաառաջինից հետո էլի։ Կազդուրումը, մինչև կազդուրումից հետո ամենաառաջնային է, որ նորմալ կարողանամ քայլեմ, եթե Հայաստանում էլ չէ, ուրիշտեղ թեկուզ ինչ-որ բուժման, հետո անպայման ամուսնանամ, որ սերունդը շատանա մեր հայ ազգը։ Կանոնքա սերունդը ու քանման տղաների սերունդը պետք է շատանա։ Կապ չունի ես կապրեմ Հայաստանում, թե կապրեմ դրսում, մեկը որ իմ երեխեքին իմ կնոջ տենան, ոչ մեկ չի ասի, որ իրանք Ռուսաստանում են ծնվել մեծացել։ Իմ նշանածներն այնտեղ ծնվել մեծացել, Հայաստան вообще չի եղել, բայց համ հայերեն շատ լավ գրում է, համ կարդում է։ Այսինքն տեսակով հայը պահպանվում է։ Հա։ Ընտանիքի դասիրակությունից ամեն ինչը գալիս։ Արշավիր շատ ընկերներ կորցրեցիր։ Կորցրել եմ շատ ընկերներ, բայց ամենաշատը մի հոգու կորուստն իմ համար ցավալի, որ իմ մանկության ընկերն ա եղել, մի տան մեջ ենք մեծացել, աղբոր նման է ինձ եղել, այնտեղ որ ես այդ լուրը իմացա, որտեղ ես արդեն պատերազմի ընթացքում էր որ այդ լուրը իմացա, չէի կարող ինձ կառավարեի ինձ մենակ մի բժիշկ կար, որ դու խեր տալի, ասում էր լավ ալնելու, մի մտածեի, այսքան զոհ ես տեսել, այսքան վիրավոր ես տեսել, դե մտածում ես էլի, հա տեսել եմ իրանք էլ են իմ աղբերները, բայց այն որ մարդու հետ ապրում ես ամբողջ կյանք, չես ունենում իրանից ոչ մի գաղտնիք, թե անձնական, թե ուրիշ, չգիտեմ, էդ մի քիչ ուրիշ է լինում, էլի իմ աղբերն է բանակից եկավ, մեծ աղբեր ես։ Մի 3-4 ամիս հետո պատերազմը սկսավ ինքը։ Իրան չէին տանում, բայց ինքը կամավոր առանց ոչ մեկի ոչ մի բան ասելու նստել էր մեքենա գնացել էր։ 15 օր Կուբատուի ա եղել, 15 օր Ջաբրայել։
Այսինքն այնտեղ էլ իրար լուրջ ունեիք։ Չէ։ Դա այդ մտածմունքն մի ուրիշ կողմից է, չէ՞, թե ինչա ոնց անհանգստություն։ Դե այդ մտածմունքը ամեն վարքյան ամեն ձև ուզում ես իմանաս թե այնտեղ ինչա կատարվում, որ նայում ես այդտեղ ասում ես այդտեղ դե ոչ կարող մի քիչ է, որտեվ սարերը բարձր են, մի քիչ դժվար է կռվել այդտեղ իրանց համար թե մեր համար, բայց այնտեղ ասում ես հարթավայր է, այնտեղ ավելի պիխոտ ավելի շատ կլինի, տան։ Իրար հետ կապ չունեիք, Իրար հետ չենք կարող խոսենք իրանց մոտ, չնայած մեր մոտ էլ սկզբից կապերը անջատած էր, ոչ մի տեսակի կապի միջոց չկար։ Ես որ դաժե ուզում եի ինչ-որ ընտանիքիս բան փոխանցեի, վիրավորներին որ տանում էինք Վարդենից, այդտեղ խնդրում էի հեռախոսային տալիս, զանգում էի։ Այդ օրերին ամուր թիկունքը զգում էիք, ինչա կատարվում սահմանից ենկում։ Էդի ես չեմ զգացել, կոնկրետ ես։ Ես զգացել եմ մենակ այնտեղի միասնությունը, որ տարբեր ընտանիքների, տարբեր դաստիարակությունների դեր մարդիկ կարում են նենց շփվեն, նենց աղբեր դառնան, որ դու հանգիստ հույսդ դնում ես իրար, կյանքդ տալիս ես իրան վստահում ես։ Ու այդ ամենակարևորն է իմ համար։ Ամենամեծ բանը, որ տվեց քեզ պատերազմը։ Ամենամեծ բանը, որ տվեց ինձ պատերազմը, ես չեմ կարա կոնկրետ ասեմ, բայց ես որ իմ մեջ ընկալում եմ, մտածում եմ թե ինչն է տվել ինձ, ամենակարևոր բանը ապրել ես օրով, որ ես շատ եմ փորձել ապրել ես օրով, բայց չի ստացվել, բայց հիմա արդեն կարող եմ ապրել ես օրով ու թեկուզ այն ժամանակ էլ եմ մենակություն սիրել, բայց հիմա ավելի շատ եմ կարող մենակ ապրեմ, իմ կոպիտ ասած դարդերը, իմ լավ ու վատը ես գիտեմ, հիմա ես այսօր կարող է ինչ-որ մի բանից հետ մնամ, բայց ոչ մեկ չիմանա դրա մասին, այդ մենակ ես իմանամ։ Ու դա ինձ բանակն է տվել, պատերազմը, որ ամեն իրավիճակից դուրս գալու ելք կա։ Ուղղակի պետք է լավ ման գալ, լավ փնտրել այդ ելքը։ Գնահատել պահը, ապրել օրով եւ գնահատել իհարկե այն մարդկանց, ովքեր քո շրջապատում են, կարևոր է, որովհետեւ հաստատ դու, ինչպես նշեցիր, մանկության ընկերոջ հետ կապված, ինչքան էլ մտերիմ եք եղել, ինչքան էլ շատ ժամանակ եք անցկացրել, հաստատ շատ առիթներ բաց եք թողել։ Հենց հիմա հաստատ ամենաշատ դրա համար ես փոշմանում, որ այդ առիթները, ուղղակի մենք պահի կարևորություն չեն գնահատում երբեմն, ու մարդու այդ պահին հետար լինելու ֆակտը չեն գնահատում, մտածում ենք միշտ ամեն ինչ հավերժա լինել։ Հա, իրական պետք է գնահատել մարդկանց, սիրել մարդկանց, ասել կարևոր խոսքեր մարդկանց, որովհետև վաղվա օրը անկայուն է շատ։ Միշտ այդպես։ Ես այդ գաղափարության կողմնակիցն եմ։ Քանի երեխա եք ընտանիքում։ 3 եղբայր։ 3 եղբայր եք։ Հա։ Երկուսը ամուսնացած են։ Ոչ, մեկը ինձ 2 տարի մեծ է, մեկը 2 տարի փոքր։ Հա, միշտ եք նստում։ Հա, ես եմ բոլորից առաջ ընկել։ Բոլորից առաջ դու ես ընկել, այսինքն առաջն ամուսնացող դու ես։ Տեսնենք։ Պլանավորում ես մեծ հարսանիք։ Չգիտեմ, տենց քանի որ նշանածը սովորում եմ, դեռ չգիտեմ երբ է լինելու, բայց հաստատ ընդեղ եմ անելու, ստեղ եմ գալու անեմ։ Իսկ երբ որ հետ հայացք ես գցում, այդ պատերազմի օրեր, ափսոսանք կա, ինչ որ բան նկատում։ Ափսոսանք կա նրա նկատմամբ, որ տեսնում ես այդ պահին, որ մարդիկ են լինում, պաշտոնավոր մարդկանց մասին է խոսքը, որ չեն գնահատում ու չեն անում նենց, որ քո համար ավելի լավ լինի։ Պատերազմի ժամանակ չպետք է լիներ, որ ով ոնց կարա անի, ոնց ճիշտ է գտնում, անի, պետք է լիներ ղեկավարում։ Ղեկավարումը թույլ է եղել մեր մոտ։ Ու չեմ ասում կոնկրետ մենակ մեր մոտ, բոլոր տեղերը թույլ է եղել։ Շատ լավ, իսկ հաշվի խոսում են ինչ որ դավաճանությունից եւ այլն, դու ականատես եղել ես։ Կոնկրետ ես ականատես եմ եղել դավաճանության մի հայ երիտասարդ էր,
եկել էր մեր մոտ դանի օգներ, ինքն էլ բժշկական կրթություն ուներ, իր ասելով էլի, ասում էր բժշկեն ինք օգնեմ, բան ու առաջի օրը չէ, երկրորդ օրվանից սկսեց արդեն հետաքրքրել, քանի վիրավոր ա եղել օրում, գնում էր դիակների մոտ, ասում էր նկարեք ինձ ինքը չոքում լացում էր, հետո где-то մի օր 24 ժամ անցավ, արդեն ինքը իրան եկան տարան, որ թուրքերին օրվա զոհու վիրավոր ներկայացնում որոշ կլորի գումարի դիմաց։ Այսինքն ինքը արդեն բացահայտվեց։ Ինքը բացահայտվել է։ Բայց հայեր։ Հա։ Ու բացահայտել ենք մենք բժիշկների հետ միասին։ Ո՞նց բացահայտեցիք։ Այդ ինչի համար է ինքը նկարվում դիերի հետ, ինչի համար է ասում, ինչի համար է չոքում ու շելացում, բայց ինքը 2 րոպե հետո ուրախ զվարթ իր համար ժպտալով, ասել, խոսալ ու ոչ մեկ այդ ժամանակ չէր մտածում հեռախոսով զանգ կատարելու մասին, բայց ինքը անընդհատ հեռախոսի մեջ էր։ Իհարկե դա մեր ցավալի կողմերից մեկն է։ Ու կներեք մի բան էլ ես ինչի համար եմ վստահ, որ շատ է եղել դավաճանությունը, որովհետև մեր մոտ որ պատերազմը սկսել է, դրանից մոտավորապես մի 3-4 օր առաջ մեր դիվիզիայի պուշկաները տեղափոխվել են։ Ու անհնար էր էլի այդ 3 օրվա ընթացքում իրանք իմանային տեղերը, բայց պատերազմի սկսած օրը անօթաչուները հենց միանգամից այդ պուշկաներին եղբան։ Այսինքն արդեն տեղանքին էլ ծանոթ է, որտեղ ինչ է կատարվում, ինչպես ասվեց 3 օր առաջ արդեն տեղափոխվել էր ու դիվերսիան, որը անհնար էր դիվերսիան, հա, հին տարածքին պետքա ծանոթ լիներ։ Անկախ ամեն ինչից այդ ամեն ինչը չէր կոտրում հայ զինվորին։ Եթե մի քիչ թույլ լինես, մտածես, որ ինչի համար ես մեկը սենց անում, ես ինչի կռվեմ, հաստատ կկոտրի, բայց իմ ու իմ շրջապատող մարդկանց մեջ այդ կարծրատիպը չի եղել, էլի որ ինչի համար օրինակի համար դու չես գալիս պոստեր վիրավորի չհասնելու, ես գնում եմ։ Դու քո կյանքը իմ կյանքից բարձր ես դասում։ Չէ, չկա մեր մոտ այս բան։ Մենք ապրում ենք նենց ոնց ուզում ենք։ Մենք անում ենք քայլեր, որ մեզ դուր գա ու հետո մեզ չասեն, որ գիտես ինչ կա, այս քայլը սխալ էր։ Շատ դժվար էր այդ օրերին նաև ընտանիքի անդամների համար։ Ընտանիքի անդամների վիճակը ես չեմ կարող պատկերացնեմ։ Ես 2 զինվոր միանգամից։ 2 զինվոր, մեկից вообще տեղեկություն չեմ ունեցել, ինձ որոշ չափով ունեցել են։ Մեծ եղբորիցս вообще տեղեկություն չեմ ունեցել։ Ու որտեղ որ ինքն է կռվել, հենց այդ ժամանակահատվածում 300 հոգի ընկել են շրջափակման մեջ, 30 հոգին են կարողացել դուրս գան։ Մեկը ինքն է եղել ու ինչքանով ինձ պատմել են իր հետի կռվող տղերքը, որ եկել են ինձ հիվանդանոցում տեսակցության, ասել են իր շնորհքով ա եղել, որովհետև ինքը շատ լավ է տիրապետել զինվորական կյանքին, ինքը սովորել է Մոնթեի ռազմական վարժանում, հետո ավիացիայում, տոկիսատա թողեն որ գնացել է բանակ։ Անկախ ամեն ինչից այդ ամեն ինչ լսելիս էլ է, չէ՞, լավ զգում, որ ամեն դեպքում եղբայրը անպայման։ Էլի հետ դայաս նայելով մեղավորներ գտնում ես արդյունք հետ կապված։ Դուք ունեցեք։ Մեղավորներ вообще իմ բնավորությամբ ես մարդկանց չեմ մեղադրում, ես ամեն ինչում մեղադրում եմ ինձ լավի ու վատի համար։ Կարայի ես չեկուս շատ փոքր մարդ եմ, բայց կարայի ինձ անեի, որ լավ լիներ։ Ես տենց եմ մտածում։ Բայց հաստատ մեղավորներ կան ու այդ մեղավորները այն աթոռին նստած մարդիկ են իմ համար։ Մեր հաղորդումը նայում են բարի մարդիկ, ովքեր սրտացավ են զինվորների որպիսությամբ, ովքեր զանգում են, հարցնում են, հա, հիմնական դրսում են ապրում, որովհետև կարծես թե մեր հայրենիքում արդեն անտարբերությունը մեծացել է, այդ թեմաները վերաբերյալ, ինձ թվում է դու էլ որպես զինվոր կփաստես դրա մասին եւ ինչքան որ ցավալի է դա իրականում դա այդպես է։
Դրսի մարդիկ հիմնականում ովքեր զանգում են, ովքեր փորձում են զինվորների կողքին լինել, ովքեր աջակցում ինչ որ հնարավոր է մեկի իր հնարավորության չափով, եւ իրական շնորհակալություն եմ հայտնում այդ մարդկանց, որ անտարբեր չեն զինվորների նկատմամբ։ Ես էլ եմ շնորհակալ, որ կարողանում են թեկուզ մի լոմա, ոչ թե ֆինանսն է կարևորը, ուշադրություն։ Իրանք դաժե կարան զանգեն ինչ որ զինվորի հետ խոսան, այդ զինվորը իրան լավ զգա, որ իրան ինչ որտեղ գնահատող կա ու չեն մոռանում, էլի։ Հայաստանում արդեն մոռացել են դրա մասին։ Աշոտ ջան, այդ բարի մարդկանցով ստացել ենք ֆոնդ, փոքրիկ ֆոնդ, որը կիսում ենք զինվորների մեջ, երբ որ այցելում ենք նրանց տեսակցության, մենք 200 ծավալ զինվորներ ենք արդեն նկարել մեր հաղորդման շրջանակներում, եւ եթե դեմ չես ուզում նրանց նվերը քեզ փոխանցել, եւ դա ընդունի որպես նվեր խնդրում եմ, որովհետեւ մարդկանց ցանկությունն է իրականում ինչ որ չափով, ինչ որ բերթեթևացնել զինվորների կյանքում, եւ դա իրական նվեր է, որովհետեւ օգնությունը ես դիտարկում եմ, երբ որ մեքենա կամ տուն կամ ավելի գլոբալ ինչ-որ մի հատ փոփոխություն է կատարում զինվորի կյանքում, մեր դեպքում դա ընդունենք որպես նվեր, լավ։ Արշավի ջան, ուզում եմ փոխանցել նվերը եւ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր անհատական աջակցություն են ցուցաբերում զինվորներին, եւ շնորհակալություն հայտնում եմ հատուկ նաեւ Դիանա Սիմոնյանին եւ նրա ընտանիքին, ով մշտապես աջակցում մեր հաղորդաշարին, մենք կարողանում ենք ավելի շատ զինվորների ուշադրություն դարձնել, շփիտ պարգևել եւ հաճելի ինչ որ պահեր պարգևել։ Շնորհակալություն շատ բոլորին եւ ուզում եմ հասկանալ այս օրերին ինչպես է կարողանում ինքնուրույն շատ հարցեր հաղթահարել, չնայած այն ամեն ինչը որ դու տեսել ես, կարծում եմ այս ամեն ինչը շատ թեթև ինչ որ մի հատ փորձուն է որ պետք է հաղթահարես, խնդիրները քեզ համար։ Ես ինչի համար եմ մենակ իմ ապրում, ես ուզում եմ ինքս իմ մեջ այս իրավիճակում զգայի տնեի կարող եմ ես մենակ ապրել ու շատ հարցերում այդ այնց օգնել, օրինակ ես որ գնացի նշանվելու, մինչև այդ ես չէի մտածում որ կարամ մենակ ինչ որ մի բան անեմ, բայց այս մի քանի ժամանակը որ իմ մեջ ասեց էլի որ ես կարամ ինչ որ մի բան անեմ մենակ ու դաժե որ ես գնացել եմ նշանվելու, իմ ընտանիքը իմացել է իմ թռիչքի նախորդ օրը, ոչ մեկ չի իմացել, ասել եմ գայս նշանվեմ։ Կադրեր ունես նշանդրեքից։ Ընկերուս հետի նկարներից պետք է լինի մատանին դնելու ժամանակ։ Հաշավի ջան, ես ուզում եմ քեզ առողջություն մաղթել ամենակարևորը։ Մերսի շատ։ Դու եզակի բախտավորներից ես ու դու գիտես դրա մասին, որովհետև այնտեղից դուրս բռնելը ու ուղղակի վիրավորում ստանալը, հա, այս դեպքում։ Դա նոր ծնունդ է։ Նոր ծնունդ է, վերածնունդ է եւ ես քեզ ուզում եմ շնորհավորել վերածննդի կապակցությամբ։ Շնորհակալություն։ Եվ կարծում եմ դու գիտես որ դու ունես առաքելություն այստեղ, որովհետև ոչինչ հենց այնպես չի լինում։ Ես համոզված եմ որ կանոնը դա շատ լսելու ենք տարբեր բնակավարներում որպես հաղթող։ Փառքաս։ Եվ հպարտանում ենք քեզնով որ առիթ ունեցեք քեզ ճանաչելու եւ քեզ հետ ռեպորտաժ ունենալ լավ։ Խոստանում ես։ Խոստանում ես նորացինք։ Ես անձնական կյանքում քեզ երջանկություն ենք իհարկե մաղթում եւ շատ հերոսներ որ ունենա, որովհետեւ հերոսներ են ծնվում։ Իսկ այն դասերակցությունը այն հայրենասիրությունը որ կարող է տալ վիրավոր զինվորով մինչև էր սահմանին կանգնած այրապատերազմի ժամանակ, դա մի հատ ուժ գաղափարախոսություն է։ Այսինքն նույն տարբերակով դասերակել սեփական երեխաներին։ Այնպես որ սպասում քեզնից մի շարք լավ նորությունների ու դու խոստացել որ այդ նորությունները լինելու են։ Անպայման։ Եվ իհարկե շնորհակալություն որ չմերժեցիր եւ դարձավ մեր հերոստեղերքը հաղորդաշարի հերթական հերոսը։ Ձեզ եմ շնորհակալ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մեր արտերկրում ապրող հայերի, հայրենակիցներին, որ իրանք թեկուզ չեն կարողացել գան մասնակցեն, բայց իրանց ներդրումը ունեցել են պատերազմի մեջ, որոշ մարդիկ տեղ չի ասել իրանց ներդրումը, բայց դե կարևորը իրանք իսրտե ներդրումը արել են, անպայման չի ֆիզիկապես ներկա լինես, կարաս հոգեպես ավելի կարևոր տեղ ներկա լինես, քան թե ֆիզիկապես։ Հարգելի հետևորդներ, դուք Արգան բլոգի YouTube-յան ալիքում եք, դիտում եք սերելի դարձած մեր հերոստեղերքը հաղորդաշարը։
Մենք Արարատի մարզի Բերքանուշ գյուղում ենք եւ հյուրընկալվել ենք Գալստյան Արշավիրի բնակարան եւ լսեցինք տղայի պատերազմ պատմությունը, ծանոթացանք նրա վիրավորմանը եւ փորձեցինք պարզապես ինչ-որ բանով օգտակար լինել։ Արշավի ջան, ուզում եմ կապը պահենք անպայման մեր, այս ընթացքում նամանդով մենակ ես կխնդրեմ ինչի կարիք ունենաս անպայման զանգես ինձ եւ ընկերանանք անպայման, Անպայման։ Եվ ես միայն ուրախ կլինեմ այդ ընկերության հաստատման հետ կապված լավ։ Իսկ դուք լայք եք տեսանունը, որպեսզի մեր հերոստղայի մասին ավելի շատ մարդիկ իմանան եւ տեսանունը այս տարբերակով ավելի մեծ տարածում գտնի։ Ինչպես նաեւ մեկնաբանությունները ողողեք դրական կարծիքներ մեր զինվորների մասին, որովհետեւ մեր զինվորները կարդում են յուրաքանչյուր մեկնաբանություն եւ ոգևորում են դրանցից։ Եվ իհարկե բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, եթե դա դեռ չեք արել, սեղմ եք զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր նոր թողարկումները եւ դիտեք առաջինը։ Ինձ էս Արգամստյաններ կհանդիպենք հաջորդ հարմար առիթի դեպքում, որպեսզի բացահայտենք մեր հերթական հերոսին, խաղաղություն եմ մաղթում բոլորիս։ Հերոստղերքը մեր, ելանված ուղի մեր, զոհվել չկա տղեկ, կրվի ժամի